Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. ինչպես են արդարները մեղք գործում, կամ ինչպես ընդհանրապես մարդը, անկյալ մարդը գործում մեղք, տկարությամբ ու տգիտությամբ։ Չի հասկանում, չի ճանաչում մեղքը եւ տկար է ու ուժ չունի, որ հաղթահարի մեղքը։ Այդ պատճառով մեղքա գործում։ Ինչպես սատանան գործեց գիտությամբ եւ չարությամբ։ Ինքը կարող էր մեղք չգործել, բայց չարությամբ, իմանալով, ճանաչելով ու ցանկացավ մեղքը գործել։ Այս պատճառով անզեղջ է մեղքի մեջ, երբեք հետ չի կանգնում։ Ասում են նմանվում է հետևյալին, մեկը նայում է արեգակին բաց աչքերով ու կուրանում է։ Արեգակին պետք չէ բաց աչքերով նայել։ Մեկն էլ արեգակին նայում է, բայց վախենում աչքերը փակում է, չի կուրանում։ Լույսը չի տեսնում, բայց փակ վիճակում է լույսը թափանցում է իր աչքերի մեջ, եւ աչքերը բացի կտեսնի։ Այդպես էլ նա, ով տկարությամբ է մեղք գործում, ինչպես Ադամը, չէ՞, տգիտությամբ ու տկարությամբ մեղք գործեց, աչքերը փակեց, բայց հետո զղջաց, խոստովանեց, ապաշխարեց, Քրիստոս իջավ դժոխք, ասում է առաջին լույսը, որ Ադամը ճանաչեց, Քրիստոս, երբ որ իջավ դժոխք, Ադամը տեսավ, ասեց, լույսը ես տեսել եմ դրախտում, Քրիստոս եկել է, դուրս ենք գնում։ Բոլոր հոգիներին, որ դժոխքում արգելա փակված են, Ադամը այդպես ասեց, ես լույսը ես դրախտում տեսել եմ։ Ու այդպես դուրս անեց ժողովրդին բոլորին Քրիստոս դժոխքից։ Հիմա այդպես էլ մարդկային բնությունը տկարություն ու տգիտություն ունի։ Տկարությամբ ու տգիտությամբ է մեղքը գործում։ Բայց երբ որ մարդը գիտակցությամբ ու չարությամբ ու նախանձով ու ցանկությամբ հատկապես անզեղջ մնալով մեղքի մեջ մինչև վերջ գնում է մեղքագործում, ուրեմն սատանային է նմանվում, անզեղջ սիրտը, խստապարանոցը, մարդը նմանվում է չարին սատանային։ Եվ այդ ցավոք սրտի մենք որ այն ժողովրդի մի լավ խոսք են ասում, մարդը ինչ անում է իրեն անում, մեղք երբ որ գործում ենք, մենք մեզ ենք վնասում։ Մեր դեմ ենք մենք դուրս գալիս, որովհետև մարդկային բնությունը Աստծո կողմից ստեղծված է ոչ թե մեղք գործելու, այլ բարիք գործելու, բարին գործելու։ Երբ որ դու մեղք ես գործում, դու քո բնության ես դեմ ես գնում, ինքդ քեզ տանջում ես։ Երկու զղջում ես հետո նորից ես գործում, ասիկա դառնում է մազոխիզմ էլի կոպիտ ասած, ինքնատանջանք։ Մեղք գործը արդարի համար ինքնատանջանք է լինում։ Ավելի լավ չի մենք քիչ մեղք գործենք, որ քիչ տանջենք։ Ավելի շատ արդարանություն բարի գործեր կատարենք, ուրախ լինենք։ Ավելի շատ ուրախ լինենք, քան թե տխուր լինենք։ Մեղքերի համար զղջանք ապաշխարենք, նորից ուրախանանք։ Այսինքն թող մեր կյանքում հոգևոր ուրախությունը գերիշխի։ Այսպես ավելի լավ է։